Ես Նարես Օսեն եմ, երևի գիտեք արդեն։ Բոլոր նրանց, ովքեր որ ասում են, ես Արցախցի եմ, ես Երևանի աղջիկ եմ։ Իրավաբանին կանչել։ Հիմա մի մենակ մի երկու բառով ասեմ ու վերջ։ Հիմա արցախցիներին վիրավորող, արցախցիների վիրավորանքը տարածող, որպես բանասեր եմ ասում, որպես նախկինում լրագրող։ Ես հիմա կոչ եմ անում պատասխանատվության ենթարկել բոլոր այն կայքերին, որոնք որ թուրքերի կողմից վարձկան, տաքսիստ կլինի, սովորական քաղաքացի կլինի, նրանց սովորական խոսք ցնում են, որպեսզի այդ պառակտման նյութերը տարածեն ժողովրդի մեջ։ Պառակտիր որ տիրես, Նիկոլը այլ կերպ Էրդողանի ու Ալիևի համատեղ ծրագիրը չի կարողանալու իրականացնել։ Ու այո, մենք այսօր պահանջատեր ենք, ես որպես արցախցի կնոջից ծնված Որպես արցախցի կնոջից ծնված աղջիկ եմ ասում։ Ես ապրել եմ Արցախում, կռվել եմ Արցախում 16 տարեկանից։ Արցախը եղել է հայկական դպրոց եմ գնացել, հայկական անուններ են կրել Արցախի տեղամասերը, ու այո, այս անգամ կլինի միամտություն մտածելու, որ արցախցիները պահանջում են ու իրենց պահանջը ինչեր է Նիկոլի Դրածոյի անունը, Աննա ինչեր, Վարդապետյան, որ այդ Աննա Վարդապետյանը դա կբավարարի։ Այլապես մենք այսօր չէինք ունենա Քեմալի պայմանագրի թուրքական թափթփուկների 5-րդ էշալոն ու այլապես մենք չէինք ունենա գահին Նիկոլ Փաշինյան։ Արցախն էլ իսկականից Հայաստան է, բայց դա ինքը չի ասել, դա Լեոնիդ Ազգալյանն է ասել։ Ինքը եկավ խաբեությամբ։ Կներկանաք։